Փառքիրոջը։ Օրհնյալ է Աստված։ Անցած անգամ հետաքրքիր մի թեմա ուսումնասիրեցինք։ Կհիշեք անցած Կիրակի ինչի մասն ենք խոսում։ Պողոս առաքյալի նամակը առաջի Կորինթացիներին, ասեցին մյուս Կիրակի անպայման կխոսանք Պողոս առաքյալի երկրորդ նամակը Կորինթացիներին։ Եվ սրանով օգնում եմ նրանց, ովքեր որ կարդում են ու չեն հասկանում, ասում եմ կարդում եք չենք հասկանում, ես ձեզ կօգնեմ, որ դուք ձեր կարդացածը շատ արագ հասկանաք։ Դրա համար այսօր Տիրոջ օգնությամբ ընտրել եմ երկրորդ Կորինթացիս նամակը, որ Պողոս առաքյալը գրեց։ Կհիշեք, ես ասեցի մի հատ ուղղակի անցում անենք առաջի Կորինթացիներին, հետո նորից դառնանք երկրորդ Կորինթացիներին։ Ես ասեցի, որ Պողոս առաքյալը գրել է 4 նամակ։ Առաջի Կորինթացիս, երկրորդ, երրորդ, չորրորդ, բայց ընդհանրապես մենք ունենք 2 նամակ։ Առաջի Կորինթացիս եւ երկրորդ Կորինթացիս։ Պողոս առաքյալի գրած նամակներից 2-ը մեզ չի հասել։ Եվ անցած անգամ ես ասեցի, որ Պողոս առաքյալը այն վայրում, որտեղ որ ավետարան էր քարոզում Կորինթոսում, կար մի Աֆրոդիտեի կուրքի տաճար, որը որ շատ մեծ խնդրեմ էր Կորինթոսի եկեղեցու համար։ Կորինթոսի եկեղեցին լուրջ նեղություններ ու դժվարություններ էր տվել։ Ուրեմն երկրորդ նամակը Պողոս առաքյալը որ գրել է 55-ից 56 թվականներին։ Եվ այդ նամակը աստվածաբանները կոչել են արցունքոտ նամակ։ Ինչի համար արցունքոտ, որոշակի բաներ կա, որ մենք ուշադրություն կդարձնենք ու կտեսնենք, որ իսկապես արցունքոտ նամակ կարելի է կոչել այդ նամակը։ Պողոս առաքյալը շատ խոսում է իր կյանքի դժվարությունների մասին, իր կյանքի նեղությունների մասին, խնդիրների մասին։ Գիտեք, մենք հաճախակի մտածում ենք, որ հոգևոր առաջնորդները իրավունք չունեն նեղություններ, դժվարություններ, խնդիրներ ունենան, հիվանդություններ ունենան, բայց այս նամակը մեզ օգնում է, որ մենք հասկանանք, որ Պողոս առաքյալը այս ինչքան դժվարություններով անցել։ Իսկապես, երբ որ ես սկսեցի կարդալ, ասում եմ, այս մարդը էս ինչ տառապանք է ապրել։ Մեկը չի ունեցել մխիթարով, գիտեք, մենք կին ունենք, ամուսին ունենք, երեխաներ ունենք, գնում են տուն, մեզ համար ճաշեր պատրաստում, հորդորում են, մեզ քաջալերում են, մաքրում են մեզ, այս մարդը ոչինչ չի ունեցել։ Ինքը իր ամբողջ կյանքը տվել է ավետարանչությանը եւ սկսել է Տիրոջ ավետարանը քարոզել, բայց ցավոք մարդկանց կողմից միշտ անարգված է եղել։ Մեր օրերի մեջ, որպեսզի մենք մի բան հաստատենք, ասում ենք, գիտես, սա Պողոս առաքյալն է գրել։ Ասում ենք, եթե Պողոսն է գրել, հարց չկա, բայց այն ժամանակ Պողոսը ընդունված չէր եկեղեցիների կողմից։ Ինքը եկեղեցիներ էր հիմնում, բայց շատ սուտ եղբայրներ եւ սուտ առաքյալներ եկեղեցիների ուշադրությունը դարձնում էին Պողոսից եւ սկսում էին իրենց մոլորությունները քարոզել։ Երկրորդ Կորինթացիս առաջին գլուխ, 4-րդ խոսքը, Պողոսը հետեւյալն է խոսում։ Ասում է. Նեղություններում մխիթարվեք եւ նաեւ նրանք, ովքեր որ նեղությունների մեջ են, նրանց էլ մխիթարեք։ Ամենասկզբում Պողոս առաքյալը որ խոսում է նեղությունների մասին եւ խոսում է մխիթարության մասին։ Եվ հասկանում ես, որ իսկապես այդ ժամանակի եկեղեցին լուրջ նեղություններ ա տեսել։ Գիտեք, մեզ համար այսօր փառք Տիրոջը, մենք նեղություն չենք տեսնում, մեքենաներ ունենք, տանկ տներ ունենք, եկեղեցու շենքեր ունենք, փառք Աստծուն, Աստված օրհնում է, մենք նոր եկեղեցու շենք ենք սարքում, ավելի կոմֆորտի, որ կգնանք, մեզ ավելի լավ կզգանք այդ եկեղեցու շենքի մեջ, եւ մեզ հալածող է չկա հավատքի համար։ Մեզ հիմնականում հալածում են մեր գործած մեղքերի համար, բայց մեզ չեն հալածում հավատքի համար։ Շատ քիչ մարդկանցից որ լսել են, որ հավատքի համար տանը ծեծ են ուտում, նեղություն են կրում, հիմնականում տեսնում են, որ հավատացյալները տանը անհավատներին ծեծում են, նեղացնում են, վիրավորում են, զանգում են Հովին, ասում են Հովի, էսա ձեր գառը, էս եք դուք դաստիարակում ձեր եկեղեցու մեջ։ Ավելի շատ հավատացյալներն են ճնշում անհավատներին, քան անհավատները հավատացյալներին։ Բայց առաջին դարի եկեղեցին, երբ որ Պողոս առաքյալը գրում էր Կորինթոսի երկրորդ նամակը Կորինթացիներին, ինքը հետեւյալ բանն ասում է մխիթարվեցեք։ Ես ասեցի, որ այդ ժամանակներում 2 խնդրեմ կար։ Մեկը Աֆրոդիտեի այդ կուրքի տաճարի երկրպագողներն էին, որ եկեղեցուն նախատում էին եւ հալածում, եւ երկրորդը Ներոնն էր, որ քրիստոնյաներին բանտարկում էր, սպանում էր ու դաժանաբար վարք էին ցուցաբերում քրիստոնյաների հանդեպ։ Եվ անցած անգամ էլ ասեցի, որ այդ ժամանակահատվածում 200 մինչև 300,000 քրիստոնյաների մահվան դատապարտեցին հավատքի պատճառով։ Եվ Պողոս առաքյալը հետեւյալ բանն է գրում, ասում է նեղությունների մեջ մխիթարվեք։ Երբ որ կյանքի մեջ նեղություն կա,
Հիշի Պողոս Սարաքյալի խոսքը ասում է մխիթարվի։ Մեկ ուրիշ համարի մեջ ասում է, այս գալիք օրդությունների մոտ այսօրվա նեղությունները ոչինչ են։ Այն ինչ որ Աստված մեզ համար պատրաստել է, Պողոս Սարաքյալը գրում է ասում է, աշկ չի տեսել, ականջ չի լսել եւ սիրտ չի ընկել այն ինչ որ Տերը պատրաստել է մեզ համար։ Եվ այս ժամանակի կարճ նեղությունը եւ չարչարանքը եւ դժվարությունը մեզ համար սա զրոյա այն փառքի մոտ որ Աստված մեզ համար ստեղծել է։ Այսօր գիտեք ինչ նեղություն եմ տեսել, ինչ է եղել։ Առավոտը մի պահ լույս են անջատել են։ Վու, այս ինչ նեղություն։ Վայ, ոնց կլներ այ մոտ է ձերի բաներ։ Այս ինչ փորձություններ ա մեր կյանքի մեջ։ Ինչ որ մի փոքր բան, բայց այն ժամանակ մարդիկ մահվան ու կյանքի հետ են խնդիր ունեցել։ Եվ Պողոս Սարաքյալը առաջին գլխի մեջ միանգամից խոսում է մխիթարվելու մասին եւ խոսում է նաեւ ասում է եւ նաեւ դուք ուրիշներին մխիթարեցեք։ Այդ ամեն նեղություններից, դժվարություններից հետո 8-րդ խոսքի մեջ հետևյալ բանն ասում Պողոսը, ասում է Ասիայում կուրքի դեմ խոսալու պատճառով քիչ մնաց, որ կյանքներս վտանգվեր։ Ասիայում մեծ նեղություն ունեցավ Պողոս Սարաքյալը, որովհետև խոսեց կուրքերի դեմ։ Մենք չենք կարող միտեղ ավետարան քարոզենք, որտեղ որ կռապաշտներ լինեն եւ նրանց դեմ չխոսենք։ Պողոս Սարաքյալն կռապաշտության դեմ խոսեց եւ այս կռապաշտության դեմ խոսելու պատճառով ասում է Ասիայում մահվան էին մեզ դատապարտում, մենք արդեն որոշել էինք, որ մենք պետք է մեռնենք։ Սա է Պողոս Սարաքյալի որոշումը, որ ինքը պետք է անպայման մեռնի, որովհետեւ լուրջ դժվարություն կար, այդ կուրքի դեմ սկսեցին ինչ-որ բաներ խոսել։ Եվ վեր կացան եւ Պողոսին բռնեցին, որպեսզի Պողոսին մահվան դատապարտեն։ Պողոսն ասում է, որ մեր անձից ավելի նեղություն մեզ տվեցին, բայց փառք Տիրոջ է, որ Աստված զարմանալի ձևով այդ եկեղեցին հաստատեց ու շատերը այսօր միջև մեզ հասավ քրիստոնեությունը։ Երկրորդ գլխի մեջ Պողոս Սարաքյալը ասում է, ներկայացնում է մի հատ անձնավորություն, որը որ իրան նեղացրել էր։ Եվ ասում է, խնդրում եմ նրան ներեք։ Պողոս Սարաքյալն ասում է, խնդրում եմ նրան ներեք։ Քանի օքի կա, չեմ ուզում ձեռքեր բարձրացնեք, մարդիկ կան, որ իրանց չեք ներել։ Որ չեք ներում այդ մարդկանց, դու ներ չի գալ այդ մարդը, ուղղակի սրտը այդ մեջ բանտարկված է։ Գիտեք, երբ որ այդ մարդիկ մեր սրտի մեջ բանտարկված են, նրանք մեզ համար օրհնություն չեն կարող լինել, մեզ համար օրհնության ճանապարհները փակ են։ Պողոս Սարաքյալն ասում է, նրանք ովքեր որ ինձ վշտացրեցին եւ նաեւ վշտացրեցին եկեղեցուն ձեզ, որովհետեւ ասում է ինձ վշտացնելով ձեզ էլ վշտացրեցին, բայց խնդրում է Պողոս Սարաքյալը ասում է աղաչում եմ ձեզ այդ մարդկանց ներեք, որպեսզի հանկարծ չլինի որ իրանք դառնանա, իրանց կյանքը դառնանա։ Եթե մարդիկ կան որ ձեզ վիրավորել են, ցավացրել են, վշտացրել են, միգուցե չհասկանալով հանդերձ, միգուցե հասկանալով հանդերձ, Պողոս Սարաքյալը աղաչում է եւ խնդրում է երկրորդ գլխի մեջ հետեւյալը, ասում է ներեցեք այդ մարդկանց։ Որքան հնարավոր է ազատ արձակեք այդ մարդկանց, ովքեր որ ձեզ վշտացրել են կամ նեղացրել են։ Եվ կտեսնեք ձեր կյանքի օրհնությունները ինչքան կավելանա, դուք ասես ամեն։ Ասում է որ այդ մարդիկ տրտմությունից չխեղդվեն, չկորչեն, չհեռանան Տիրոջից։ Երրորդ գլխի մեջ, երկրորդ խոսքերի մեջ Պողոս Սարաքյանն ասում է, որ դուք մեր թուղթն եք, որ մեր սրտի տախտակների վրա գրված եք։ Հետաքրքիր ասում է, դուք մեր թուղթն եք, որ մեր սրտի տախտակների վրա գրված եք։ Հիմա ոնց ենք մենք թուղթ։ Գիտես, մի հոգի, երբ որ եկեղեցում եք սխալ անում, ամբողջ եկեղեցու պատիվն է։ Մի հոգի, որ եկեղեցում լավ բան անում, մեր ամբողջ եկեղեցու պատիվն է որից։ Երբ որ դու լավ բան ես անում, ասում են, «Էս եկեղեցին»։ Փառք Տիրոջը, լավ եմ զգում, ասում են, «Այո, ինքը մեր եկեղեցուց է»։ Երբ որ մեկը վատ է անում, ասում են, «Էս ձեր եկեղեցուց չի»։ Ասում են, «Հա, մի ժամանակ գալիս էր»։ Բայց ընդամենը մի կիրակի չի եկել։ Մի ժամանակ գալիս է։ Բայց որ վատ է արել, մեր ամբողջ եկեղեցու պատիվն է։ Պողոս Սարաքյանը ասում է, «Դուք մեր սրտի վրա գրված նամակն եք, դուք մեր պատիվն եք, մեր փառքն եք, այսինքն եկեք մենք այնպես անենք, որ այս եկեղեցին լինի օրհնված եկեղեցի»։ Դուք ասես ամեն, այո։ Շարունակության մեջ Պողոսը հետևյալ բանն է գրում։ Ասում է եկեղեցում ամեն ծառայողի համար եկեղեցին պետք է լինի թանկ։ Ասա թանկ։
ամեն ծառայողի համար ամենաթանկ բանը պետք է լինի եկեղեցին։ Մենք ուրիշ համարի մեջ Պողոս Առաքյալն ասում է, ես գայթակղություն չտվեցի ձեզանից որևէ մեկիդ։ Նեղություն կրեցի, բայց որևէ մեկիդ չնեղացրեցի, չվշտացրեցի։ Գիտեք ինչի, որովհետև ասում է, դուք թանկ եք մեզ համար, դուք մեր սրտի տախտակների վրա գրված եք։ Եվ ծառայողը, երբ որ սկսում է ծառայել եկեղեցու մեջ, պետք է կարողանա հասկանա, որ ես, ինձ եմ ասում էլի, որ ես պետք է այնպես վարվեմ, ոնց որ ուրիշի սեփականության հետ, որովհետև որևէ մեկը իմ սեփականությունը չի, դուք իմ սեփականությունը չեք, դուք Քրիստոսի սեփականությունն եք։ Եթե ոմանք կան այստեղ, որ իմ խոսքով են ապաշխարել, բայց ուզում եմ ասեմ, դարձյալ դուք իմ սեփականությունը չեք, որովհետև դուք ոչ թե ծնվեցիք են խոսքից, որ իմ խոսքն էր, այլ դուք ծնվեցիք են խոսքից, որ Աստծո խոսքն էր եւ քարոզում եք ձեզ, բայց դարձյալ իմ սեփականությունը չեք։ Ես ավելին ասեմ, դաժե մեր երեխաները մեր սեփականությունը չեն։ Կին ես առել, բայց քո կինն էլ քո սեփականությունը չի։ Որովհետև Պողոս Առաքյալը գրում ասում է, մենք մեծ գնով ենք ծախու առնվել Տիրոջ կողմից։ Այսինքն մենք նրա սեփականությունն ենք։ Եվ ուստի եկեք ավելի ուշադրություն դարձնենք, ինչ ասում Պողոսը, ասում է, որովհետև որտեղ 17-րդ խոսքի մեջ ասում է, որովհետև որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատությունը։ Ուզում եմ պաշտոնապես բոլորիդ ասեմ, որևէ մեկը այս եկեղեցում ոչ գերիա, ոչ ստրուկա, ոչ էլ այս եկեղեցու սեփականությունն է, դուք ազատ մարդիկ եք։ Պողոս Առաքյալը այստեղ խոսում է հետևյալ բանը, ասում է, մենք ազատության համար ենք կանչված, ազատության մեջ։ Ոչ թե դառնում ենք մեկի սեփականությունը, այլ դառնում ենք Աստծո սեփականությունը։ 4-րդ գլխի մեջ Պողոս Առաքյալը հետևյալ բանն ասում։ Ասում այս աշխարհի Աստվածը կուրացրել է այս ժողովրդին, որպեսզի Աստծո լույսը չընկնի իրանց սրտերին, բայց միևնույնն է, մենք քարոզում ենք խաչալ Քրիստոս։ Ամեն։ Սատանան ամեն ինչ անում է եւ ասում է մի քող է գցել այս մարդկանց աչքերի վրա, որպեսզի լսեն, թմրացրել է մարդկանց ուղեղը, ասում է որ չհասկանան, լսեն, բայց չհասկանան, տեսնեն, բայց չտեսնեն։ Այս աշխարհի Աստվածը Սատանան, բայց մենք այս Սատանայի գործերը քանդողներն ենք, եւ Պողոս Առաքյալն ասում է, բայց միևնույնն է, մենք քարոզելու ենք խաչալ Քրիստոսի։ Որովհետեւ խաչալ Քրիստոսի ավետարանի լուրն է, որ այդ քողը հեռացնում է մարդկանց երեսից, որ մարդիկ կարողանում են ճանաչեն այն ճշմարտությունը, ինչը որ մենք քարոզում ենք 5-րդ գլխի մեջ։ Պողոս Առաքյալը հետեւյալն ասում է, Աստծո ահավորությունը իմանալով Ուզում եմ նորից շեշտեմ։ Նրանք ովքեր որ ահավորություն բառը չեն հասկանում, թող մեկը բարձր ասե ռուսերեն ոնց է։ Ужасный, всё։ Ասում է, եւ քանի որ Պողոս Առաքյալը հասկանում էր Աստծո ահավորությունը, շեշտը դնում եմ ահավորության վրա։ Ասում է, մարդկանց համոզում ենք, որ դառնան Քրիստոսին։ Մարդկանց համոզում ենք, որ դառնան Քրիստոսին, որովհետև Պողոս Առաքյալը ճանաչում էր Աստծո ահավոր լինելը։ Երբ որ Աստծո լույսը ընկավ Պողոս Առաքյալի վրա, Պողոսը մի անձ էր, որը մարդկանց ձերբակալում էր եւ մահվան էր դատապարտում, այս Պողոս Առաքյալը, երբ որ տեսավ այդ Աստծո զորությունը, գրված է, որ բերանի վրա ընկավ եւ կուրացավ։ Եվ վախից հետեւյալ բան ասեց. ով ես դու Տեր, ինչ ես ուզում, որ ես անեմ։ Եվ Տեր Հիսուս ասեց, մտի քաղաք քեզ կասեմ, թե դու ինչ ես անելու։ Եվ Պողոս Առաքյալը ճանաչում էր Աստծո ահավորությունը եւ ասում է, քանի որ ես գիտեմ Աստծո ահավորությունը, բոլորին համոզում եմ, որ Աստծո հետ հաշտվեն։ 20-րդ խոսքի մեջ ասում է, մենք Քրիստոսի կողմից պատգամավորություն ենք անում, որ հաշտեցնենք մարդկանց Աստծո հետ, այսինքն ձեռքը ձեռքի մեջ դնել։ Այսինքն ո՞րն էր քարոզիչի կամ եկեղեցու գործը, որ եկեղեցին կարողանա ներկայացնի այդ ամենակարող Աստծուն, այնպես որ մարդուն եւ Աստծուն իրար հետ հաշտեցնի։ Ասում է, ես իմանալով Աստծո ահավորությունը, ես այնպես եմ քարոզում մարդկանց, ես այնպես եմ դեսպանություն անում, որ կարողանամ մարդուն եւ Աստծուն իրար հետ հաշտեցնեմ, որովհետեւ Աստծո բարկությունը միշտ կա մարդու վրա։
Ինչ ահավորա չէ։ Սուրբ գրքի մեջ գրված է ահավորը, երբ որ մարդը Աստծո ձեռքն է ընկնում, որ հանկարծ Աստծո բարկությունը գալիս է այդ մարդու կյանքի մեջ։ Դա ահավորը անհնար է նրա ձեռքից պրծացնել մարդու։ Բայց այսօր Աստված եկեղեցուն իշխանություն է տվել, որ մենք մեր բարեխոսությունով կարողանանք ցանկապատենք այն մարդկանց եւ քարոզենք այդ մարդկանց, որ Աստծո հետ հաշտվեն, քանի հնարավորություն կա։ Որովհետեւ պատճառը ասում է Պողոս Սարաքյալը, ասում է, որովհետեւ Աստված նա որ մեղք չգիտեր, նրան մեղք արեց Հիսուսին։ Աստված իր թանկը, միակը, ամենաարժեքավորը, ասում է Աստված մարդկության համար մեղք արեց, որպեսզի մարդկությանը գնի։ Եվ սա է պատճառը, որ Աստծուն ճանաչելով Պողոս Սարաքյալը ասում է ահավոր է, որ մեկը նրա ձեռքը ընկնի, որովհետև նա իր որդուն չխնայեց տվեց։ Եվ մենք երբ որ անտարբեր ենք նրա նկատմամբ, Քրիստոսի խաչի նկատմամբ, մենք ուղղակի Աստծո բարկությունը բերում ենք մեր կյանքի մեջ։ Բայց Պողոս Սարաքյալն ասում է, մենք քարոզում ենք այդ խաչալ Քրիստոսին, որպեսզի մարդը հաշտվի Աստծո հետ։ Այսինքն դու ինչ-որ մեկի ձեռքը բռնում ես, դնում ինչ-որ մեկի ձեռքի մեջ, որպեսզի նրանց մեջ խաղաղություն լինի։ Դուք ասես ամեն։ Սա եկեղեցի մեր գործն է։ 6-րդ գլուխ, 3-րդ խոսք։ Պողոս Սարաքյալն ասում է, ոչ մեկին գայթակղության պատճառ չենք տալիս, որպեսզի մեր պաշտոնը չնախատվի։ Ինչքան կարևոր է պաշտոնը։ Ես համոզված եմ, եթե դուք իմ պաշտոնը չընդունեք, դուք իմ խոսքը չեք էլ լսի։ Մյուսը, եթե դուք ինձ չհարգեք, դուք իմ պաշտոնն չեք հարգելու։ Պետք է ասեք Էլիսայի, չէ՞։ Ասենք որ մեկ ասես։ Էլիսա։ Հիմա Պողոս Սարաքյանն ասում է, որ ոչ մեկիս պաշտոնը ես գայթակղության առիթ չեմ տալի, որ իմ պաշտոնը չանարգվի։ Ես չգիտեմ, սա լիքը ծառայողներ կա։ Դուք այնպես արեք, որ որևէ մեկը ձեզանից չգայթակղվի, որ քո պաշտոնը չանարգվի։ Այսօր այնքան շատ կան հովիվներ, այնքան շատ կան գործիչներ, շատ կան ծառայողներ, որոնք անարգում են այդ պաշտոնը։ Եվ ես ցավում եմ, որ շատ հովիվներ անարգում են այդ պաշտոնը, շատ ծառայողներ անարգում են այդ պաշտոնը, որպեսզի քո, ես չէ հովվի վրա բերում, ես ինձ եմ կպնում, քեզ չեմ ուզում կպնեմ, որպեսզի մենք կարողանանք մեր պաշտոնը բարձր պահենք, որպեսզի որևէ մեկը չգայթակղվի մեզանից։ Եվ դրա համար Պողոս Սարաքյալը 6-րդ գլուխ 7-րդ խոսքի մեջ հետևյալն ասում։ 14-18-րդ խոսքի մեջ Պողոս Սարաքյալը անդրադառնում է եւ ասում է անհավատների հետ այլախառն լծակից մի եղեք, որովհետև դա վնաս է, որովհետև դա քանդում է քո ծառայությունը, որովհետև դա օրհնության պատճառ չի լինի։ Անհավատների հետ այլախառն լծակից մի եղեք։ Դուք կհիշեք այդ տողերը, բայց ես կփորձեմ մի քիչ բառացիորեն ասեմ, ասում եմ, ինչ մասնակցություն ունի հավատացյալ անհավատի հետ, կամ ինչ մասնակցություն ունի Աստծո տաճարը ուրքերի տաճարի հետ, կամ ինչ միաբանություն ունի Քրիստոսը բելլարի հետ։ Այնպես էլ դուք ասում վեր կացեք եւ փախեք։ Սա չի խոսում, որ մենք մեր անհավատ բարեկամներին, հարևաններին ասում մասին չխոսենք։ Սա խոսում է մեկացման մասին, որ իրար հետ արդեն մեկացած են, առանց իրար կյանք չունեն անհավատների հետ, որովհետեւ երբ որ բարկությունը, Աստծո բարկությունը գա անհավատների վրա, Սուրբ գրքի մեջ գրված է, եւ նրանց հետ լինի արդարն էլ, ասում է արդարն էլ նրա հետ պիտի հատուցանվի։ Բայց որպեսզի արդարը չհատուցանվի ամբարիշների հետ, Տերն ասում է ինչ մասնակցություն ունի։ Ինձ հաճախակի այս հարցը տալիս են։ Ասում են, հով ջան, հավատացյալը կարան հավատ ուզի։ Ասում եմ, եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, դա քո որոշումն է։ Ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի։ Հավատացյալը դաժե չի կարա հավատացյալ ուզի, որովհետև քո մակարդակն այնքան ցածր է, որ հավատացյալ ուզես, չես կարա հետը ապրես։ Հիմա որ անհավատել ուզես, էլի չես կարողանալու հետը ապրես, որովհետև քո բնավորությունը վատ բնավորություն է։ Եթե ես ընտրելուց եմ 100% քեզ չէի ընտրել։ Բայց ինչը մնում է իմ կարծիքը, հավատացյալը իրավունք ունի անհավատ ուզի թե չէ։ Ես մարդկանց միշտ դնում եմ ընտրության առաջ։ Որոշումը դու ես կայացնելու, որովհետև դու ես իր հետ ապրելու ես։ Եթե մնում է իմ կարծիքը, ես կնախընտրեմ, որ հավատացյալը ուզի հավատացյալ։ Վերստին ծնված ուզի վերստին ծնված։ Դաժու ես ավելին ասեմ, ես կնախընտրեմ ծառայողները ծառայողներ ուզեն։
Ոչ թե ոչ ծառայողներ, այլ ծառայողներ ուզեն այնպիսի մարդկանց, որոնք որ ծառայող են, որպեսզի կարողանան երկուսով միասին ծառայություններ անել։ Սա իմ կարծիքն է։ Բայց ուզում ես անհավատ, ուզում ես հավատացյալ, դու ես հետ ապրելու։ Բայց ես անպայման ասում եմ դժվարությունները։ Ինչ դժվարություններ այդ տվյալ անձնավորությունը կարող ունենա, եթե ուզի անհավատ, եթե ուզի հավատացյալ, իր ճանապարհներով պետք է ինքը անցնի։ Ամուսնացածներին չի վերաբերում, դուք արդեն ամուսնացած եք, նենց որ հանգիստ եք տեղները։ Եվ դրա համար Պողոս Արաքյանն ասում է, ինչ միաբանություն ունի, ինչ կապ ունի, չէ որ դուք Աստծո տաճար եք։ Եվ ասում Աստծո տաճարը վերցնենք ու կուռքի տաճար սարքենք, իհարկե ոչ։ 7-րդ գլուխ 5-րդ խոսքի մեջ։ Պողոս Արաքյանը խոսում ասում է Մակեդոնիայում դրսից հալածանքներ էր, ներսից հալածանքներ էր, այսինքն վախեր կային եւ եկեղեցուց եւ աշխարհից։ Բայց ասում է, մեզ երբ որ Տիտոսը եկավ, մեզ մխիթարեց։ Գիտեք, մեր կյանքի մեջ պարագաներ են գալի, որ մենք կարանք դրսից են նեղություններ ունենանք, եկեղեցուց են նեղություններ ունենանք, ընտանիքից են նեղություններ ունենանք։ Ես նորից եմ ասում, Պողոս Արաքյալի իրավիճակը շատ ծանր էր։ Պողոսը շատ դժվար ճանապարհներով էր անցնում։ Շատ մարդիկ, ովքեր որ իր կողքը կանգնած էին, ժամանակ էր գալի, որ իրան թողնում էին։ Օրինակ, այդպիսի անձնավորության մենք հանդիպում ենք, երբ որ Բարնաբասը թողեց Պողոսին։ Եվ մեկը չկար, որ Պողոսին մխիթար էր։ Եվ հիմա հետևյալ բանն ասում է, մենք Մակեդոնիայի մեջ, ասում է, եւ դրսից նեղություններ ունեինք, եւ ներսից նեղություններ ունեինք, բայց երբ որ Տիտոսը եկավ մեզ մոտ, ինձ մխիթարեց։ Երբ որ քո կյանքի մեջ ամեն կողմանի դժվարություն կա, միշտ իմացի, Աստված Տիտոս ունի, ինքը կուղարկի Տիտոսին։ Այն ձեր չի, որ դու պետք է ձեր անմխիթար ու ծանր վիճակով մնաս, 100% նա կուղարկի իր Տիտոսին, որ գամ քեզ մխիթարի։ Որովհետև ամեն մեկը Տիրոջ համար թանկ ենք։ Չկա այստեղ մի արտազնավորություն, որ Աստծո համար կարևոր չլինի, որովհետև Աստված միշտ քեզ համար ունի Տիտոս, թեև դու ես առաքյալ, դու ես հովիվ, բայց Տիտոսներ կան, որոնք կգան, քեզ կմխիթարեն, քեզ կքաջալերեն, քեզ կզորացնեն։ Երբ որ Աստված Աբրահամին ուղարկեց, Աբրահամը եկավ մեր տուն ու ասեց. Ես աղոթում եմ եւ Տեր ասեց. գնա ասա Հովհաննեսին, որ դու ճիշտ տեղում ես չկոտրվես առաջ շարժվի։ Այս խոսքը ինձ համար մխիթարություն էր եւ ես սկսեցի ծառայել։ Ավելի ջերմեռան։ Ճիշտ է, որ իմ կողքին ծառայողներ կային, բայց իր խոսքը ինձ համար կարելի ասել մարգարեական խոսքի պես էր։ Եվ հիմա Պողոս Արաքյանն ասում է, եւ ներսից, եւ եկեղեցուց ամեն կողմանի ասում նեղություններ ունեի, բայց Աստված Տիտոսին ուղարկեց, եւ Տիտոսը երբ որ եկավ, ես մխիթարվեցի։ Երբ որ անմխիթար վիճակ ունենաս, միշտ հիշի, Տիտոսներ կան, այդ Տիտոսները կգան ու քեզ կոգևորեն։ 10-րդ խոսքի մեջ հետևյալն ասում Պողոս Արաքյալը ասում է, դե դուք կտրտմեք, ասում է, բայց ձեր տրտմությունը կլինի ապաշխարության համար, որովհետև կա տրտմություն, որ ապաշխարության համար չի, բայց կա տրտմություն, որը ապաշխարության տրտմություն է։ Եվ Պողոս Արաքյալը այստեղ խոսում է ապաշխարության տրտմության մասին։ Երբ որ դու քարոզներ ես լսում ու տրտմում ես, ասում ես սա հաստատ ինձ էր վերաբերվում։ Ես քեզ ասեմ, դա շատ լավ է, որ դու հասկացար, որ դա քեզ էր վերաբերվում։ Նշանակում է դու կապաշխար ես։ Որովհետև տրտմություններ կա, Պողոս Արաքյալն ասում է, որ դա կտանի մեզ ապաշխարության, բայց տրտմություն կա, աշխարհիկ տրտմություն, որ դա մեզ ապաշխարության չի տանելու։ 8-րդ գլուխ 1-ից 2-րդ խոսքերը հետևյալ բանն ասում է, մակեդոնացիները իրենց աղքատությունից ավելին տվեցին։ Խոսում է Կորինթոսի եկեղեցում եւ ասում է մակեդոնացիները իրենց աղքատությունից ավելի տվեցին եւ շարունակության մեջ ասում է եւ նրանք եղբայրներին համոզում էին, խնդրում էին, որ վերցնեն իրանց ձեռքի զոհաբերությունը։ Իրանց աղքատության պատճառով եղբայրները մակեդոնացիներից չէին ուզում զոհաբերություն վերցնեն, որովհետեւ այդ եկեղեցին Մակեդոնիայի եկեղեցին շատ աղքատ էր։ Բայց Պողոս Արաքյանն ասում է, իրանք իրանց աղքատության մեջ ավելի առատաձեռն էին եւ համոզում էին եղբայրներին։ Սրանով փող չեմ քարոզում ես։ Ես ուղղակի խոսում եմ առատաձեռնության մասին, կամեցողության մասին։ Գիտեք, մարդիկ միշտ այս ձև են, չեմ մտածում, ասում է, եթե շատ ունենանք, ուզում ենք այս ծրագրերն անենք։ Եթե քիչ է, ասում են, դե քիչ է, հիմա ինչ անենք։ Տալը կամեցողությունը շատի ու քչի հետ կապված չի։ Հարուստ մարդիկ կան, ձմեռը ձյուն ուզես չեն տա։ Աղքատ մարդիկ կան, ամառն արև ուզես էլի չեն տա։
բայց եւ հարուստներ կան եւ աղքատներ կան, որոնց համար նշանակություն չունի, շատ ունեն թե քիչ ունեն, իրանք պատրաստ են ավելին անելու։ Սա շատի ու քչի հետ կապված չի։ Մենք եկեղեցու շենք ենք սարքում, երբ որ գնում եմ Հայաստան, ասում են, «Ադե փառք Տիրոջը, լավ է որ հովանավորները կան, բան հովանավորը մեն արագի մեջ, բան ասում եմ, հլա լսեք։ Հայաստանում եմ ունեցել հովանավորներ, բայց ես Ռուսաստանում հովանավորներ չունեմ։ Ոնց ասում եմ, ձեզ ոչ մեկը չի օգտվում, ասում եմ, ոչ մեկը, բա ոնց, ասում եմ, մեր եկեղեցով։ Ձեր եկեղեցով։ Ասում եմ, հա, մեր եկեղեցով եք մենք արել։ Շատ քիչ մարդիկ, որ ուղղակի օրհնություններ են հավաքել մեզ համար, գնահատում ենք այդ բոլոր օրհնությունները, բայց մենք չունենք հովանավորներ։ Մեր հովանավորը երկնքում է ու վկայում է։ Ամեն։ Ինքն է մեզ օրհնողը։ Պողոս Արաքյանն ասում է, մակեդոնացիները իրենց աղքատությունից ավելի են անում։ Գիտեք, ես ինչի չեմ շատ ֆինանսների մասին քարոզներ տալիս։ Եթե դուք տեսել եք, եթե չեք տեսեք, կարող մտնեք ինտերնետ ու տեսեք երևի ծառայության ամեն ծառայության 10-20 միջև կես ժամը ֆինանսներ են հավաքում։ Քարոզում են, ոգևորում են, համոզում են։ Գիտեք ինչի չեմ քարոզում։ Ով կարող ասի ինչի չեմ քարոզում։ Որովհետև ես տեսել եմ ձեր կամեցողությունը, դրա համար չեմ քարոզում։ Որովհետև ես տեսել եմ ձեր սերմերի ցաները։ Ես տեսել եմ ձեր ձեռքը, որ դուք միշտ տալիս եք, օրհնում եք։ Ես դրա համար ֆինանսների մասին չեմ քարոզում։ Քարոզում եմ միտեղ, որտեղ որ դրա կարիքը կա։ Իսկ եթե չկա, չեն քարոզում։ Մենակ ասում են եկեք հավաքենք։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Այս գաղտնիք ասեցի, կարող է թարցվել։ 8-րդ գլխի 9-րդ խոսքը հետևյալն ասում։ Ասում է Հիսուս աղքատացավ, որ մենք հարստանանք։ Եվ սրանով սուրբերի ավելացածը, մյուս սուրբերի պակասը կլրացնի եւ նրանց գոհությունը կշատացնի։ Երբ որ մենք այն ժամանակ տեսեք ինչ էր կատարվում, Պողոս Առաքյալը, քանի որ ինքը առաքյալ էր, հավաքում էին այդ ֆինանսները, որպեսզի Պողոսը կարողանար եկեղեցիներ հիմնադրել եւ Երուսաղեմում այդ ժամանակ սով էր։ Պետք է հավաքեին, որ կարողանային Երուսաղեմի եկեղեցուն օրհնության պատճառ լինեն։ Եվ Պողոս Առաքյալն ասում է, որ ձեր հարստությունը այն աղքատների գոհությունը շատացնում է։ Երբ որ մեկին գումար ես օրհնում, ոնց է չէ, կարա հուզվի, կարա լացի, կարա ուրախանա, երբ որ քեզ են օրհնում, ինչ ես անում։ Ընդհանրեն ես հումոր է։ Մենք ուրախանում ենք, մենք Տիրոջը շնորհակալություն ենք ասում են ամենի համար, ինչ որ Աստված մեր միջոցով սկսում անել։ Եվ գրված է, որ Աստված նույն 8-րդ գլխի մեջ Աստված ընդունում է ունեցածի չափով, ոչ թե չունեցածի։ Եթե դու այդքան հնարավորություն չունես, երբեք ինչ ունես դու դրա սահմաններով արա, որովհետև նույն գլխի մեջ 12-րդ խոսքը ասում է Աստված սիրում է հոժարական տվողին։ Եկեք անցնենք 9-րդ գլուխ։ Պողոս Առաքյալն ասում է ես մակեդոնացիների մոտ պարծենում եմ։ Տեսեք, նորից մակեդոնացիներին է մեջ բերում անում։ Ես մակեդոնացիների մոտ պարծենում եմ, որ դուք հերվանից ունեիք հավաքած այդ գումարները։ Այսինքն ինչ է կատարվում։ Երբ որ Պողոսը կամ առաքյալները գալիս են, որպեսզի գնան ուրիշ քաղաք, մոտենում են այս եկեղեցուն եւ այս եկեղեցին իր սերմերը ցանում էր, որպեսզի նրան գնան ավետարանչություն անեն։ Եվ ասում է չլի որ ամոթով մնամ, երբ որ գամ այդ ժամանակ թող հավաքած լինի, որ գամ նոր չսկսենք ինչ որ բաներ հավաքել։ Ոչինչ չէ, որ այդպես գլուխները սերտելով գնում են։ Հիմա 9-րդ գլուխն էլ նորից դրա մասին խոսում։ 6-րդ խոսքի մեջ ասում է. խնայելով սերմողը, խնայելով էլ կհնձի։ Եթե դու մտածում ես, որ դու փոքր տաս Աստված քեզ շատ կտա, ես ասեմ, չայի գտալով տվողը չայի գտալով է վերցնելու, ճաշի գտալով տվողը ճաշի գտալով է վերցնելու, շերեփով լստողը շերեփով է վերցնելու։ Այսինքն ոնց որ մարդը ինքը ցանում է, Պողոս Առաքյալն ասում է, մարդը ոնց որ ցանում է, ձև էլ հնձելու։ Երբեք չզարմանաս, որ քիչը ցանում ես, ու քիչ ես հնձում, ինչի՞, որովհետև դու քիչ ես ցանում։ Եթե դու ավելին անես, Տերը քեզ ավելին է անելու։ Շարունակության մեջ ասում է, ես այս ամենը ասում եմ ձեզ, որ ուրիշների գրգռեմ ձեր նախանձի պատճառով, որ դուք նախանձավոր եք, ասում է, այս ամենը ասում եմ, որ ուրիշների գրգռեմ, որ ուրիշներն էլ հասկանան, որ եկեղեցիները պետք է լինեն ցանով։ 6-րդ խոսք, 9-րդ գլուխ 6-րդ խոսք։ Պողոս Առաքյալը մի քանի բան ասում է, հոժարությունով լինի, ոչ թե տրտմությունով, այլ ուրախությունով, եւ հարկադրված որևէ մեկը ոչ մի բան չանի։
Երբ որ դու ինչ-որ մի բան ես անում Տիրոջ համար, միշտ հոժարությունով արա։ Եթե կամք չունես, հոժար չես այդ բանը անելու մի արա։ Մի լսի, որ ասենք ասում են եկեք զոհաբերություն հավաքեք բան, մի լսի, մի ընդունի, մի արա։ Եթե դու հոժար չես, ինչ որ անում ես թող հոժարությունով լինի, երկրորդը, երբեք տրտմությունով չանես, երբեք տրտմությունով չանես, միշտ ուրախությունով արա, եւ երրորդը, երբեք հարկադրված չանես, ոչ մեկը քեզ չի ստիպում որ դու անես, այս եկեղեցին քո եկեղեցին է, կարաս ազատ գաս այս եկեղեցին, օրտնվես, Տիրոջը փառաբանես, գոհանաս, երկրպագես նրան, առանց մի որևէ բան Աստծուն տալու, ազատ ես դու։ Տերսու գրքի մեջ գրված է երբեք իմ առաջին դատար չկանգնես, բայց ես ասում եմ, դու ազատ ես, կարաս կանգնես, ես քեզ ազատ եմ արձակում։ Բայց եթե մենք հասկանում ենք, որ Տիրոջը մենք պարտավոր ենք օրհնելու, ազատ զգացեք ձեզ, որովհետև սա ձեր տունն է։ Եվ ամեն մարդ իր տան մեջ ինչա ազատ է։ Սա քո տունն է, դու ստեղ ազատ ես։ Երբ որ գնաս ուրիշ եկեղեցի, իրանց նման կանես, բայց ստեղ ազատ ես դու։ 10-րդ խոսքի մեջ շատ սիրուն խոսք ասում, ես շատ եմ սիրում այս խոսքը։ Ասում Աստված սերմնացանի սերմա տալիս, սովածին հաց տալիս։ Եթե դու սոված ես, Աստված քեզ հաց կտա։ Բայց եթե դու սերմող մարդ ես, Աստված քեզ սերմ տա։ Այսինքն քան է տալու, որ դու համ ուտելու ես, համ էլ սերմելու ես։ Բայց եթե դու մենակ ուտել ես ուզում, ինքը մենակ քեզ հաց տա։ Շատ մարդիկ ասում են, ո՞նց է իմ հացը չի ավելանում, որ ուրիշ երտա։ Գիտես ինչի, որովհետև դու մենակ ուտելու համար ես։ Դու եթե ցանելու մարդ ես, Աստված քեզ համ էնա տալու, համ էլ էնա տալու, որ դու ցանելու մարել ես ունենալու։ Չեք հավատում ասածներից։ Զարմացած եք նայում, ես գիտեմ չեք հավատում։ Ես գիտեմ որ հավատում եք, որովհետև այս եկեղեցին ցանող եկեղեցի է, օրհնող եկեղեցի է։ Եվ ստեղծում գիտասում Աստված սերմողին սերմատալիս, եթե դու ուզում ես սերմողլնես, դու Տիրոջ հասապտել, ես ուզում եմ սերմողլնեմ։ Սովածին էլ հաց տալիս։ Եթե դու չես ուզում ոչ մեկի կյանքի մեջ մի բան ցանես, ասա տեն ջան իմ ամեն օրվա հացը դու ուտեմ ու քեր։ Դե ձևեր քեզ համար անելու։ 10-րդ գլուխ։ Երկրորդ խոսքը։ Պողոսը սկսում է իրեն պաշտպանել սուտ եղբայրների կողմից, ովքեր անարգում էին Պողոսի ծառայությունը։ 10-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը ստիպված է պաշտպանվել։ Ինչի համար է կոչվում այս երկրորդ Կորինթացիները արցունքոտ նամակ, որովհետև Պողոս առաքյալը 2-3 անգամ սկսում է ինքը իրեն ներկայացնել։ Ասում է նեղություններ տեսած եմ, նավաբեկություններ են տալու, այսքան անգամ ծեծվել են, այսպես, մտածում եք ինչի համար էր Պողոս առաքյալը այս իր դժվարությունների մասին պատմում։ Պատճառը հետևյալն է, որ մարդիկ չեն կարողանում ընդունել Պողոս առաքյալի նեղությունները։ Եթե սկսեմ ես իմ նեղությունները ասել, ասենք ինչ կմտածեք, օրինակ, կասեք, այ մարդ ես մեր հովիվը խղճահարվում է, որ մի բան անենք իր կյանքի համար։ Բայց Պողոս առաքյալը ասում է, նեղություններ եմ կրել ես։ Ոչ միայն 10-րդ գլխի մեջ է խոսում, նույն բանը խոսում է նաև 11-րդ գլխի մեջ։ Նորից կրկին անգամ Պողոսը պաշտպանվում է եւ ասում է նեղություններ, հալածանքներ։ Ուրեմն 12-ի մեջ է խոսում դրա մասին։ 11-րդ գլուխ 3-րդ խոսքը կրկին անգամ Պողոս առաքյալը սկսում է պաշտպանվել եւ վախենում է սուտ եղբայրներից եւ հետեւյալ բանն ասում։ Ես վախենում եմ, որ ինչպես օծը Եվային Եդեմի պարտեզի մեջ խաբեց, այնպես էլ սուտ առաքյալները ձեզ կխաբեն։ Բայց ես ձեզ ինչպես մի կույս պսակեցի մի Փեսայի հետ, Քրիստոսի հետ։ Սա խոսում է Պողոս առաքյալը։ Ու հասկանում ես, որ Պողոս առաքյալը ինչքան շատ էր սիրում Կորինթոսի եկեղեցին, այնպես որ ասում է, ոնց որ դուք մի կույս, ես ձեզ պսակել եմ Քրիստոսի հետ, Փեսայի հետ, բայց ասում է վախենում եմ, որ հանկարծ ձեզ կխաբեն։ Գիտեք, սուտ վարդապետներ միշտ կան, սուտ առաքյալներ էլ միշտ կան։ Ես բազմիցս անգամներ ասել եմ, նորից եմ ասում, լիքը ինտերնետը, լիքը լավ քարոզիչներ ու վատ քարոզիչներ կան։ Մենք ենք որոշում ում քարոզները լսենք եւ ում քարոզները չլսենք։ Քարոզիչներ կան, որոնք քանդում են մարդկանց կյանքը։ Քարոզիչներ կան, որոնք բժշկում են մարդկանց կյանքը։ Ես հիշում եմ մի անգամ մի ազնվորության հանդիպեցի, ընտանիքը բաժանված, կորցրած ընտանիքը, իրար հետ
խոսում էինք հեռախոսով եւ ասեց, գիտես, Հովիվ ջան ասում է, վերջերս ասում է, հերոստացույցով ասում է մի քարոզիչ էի լսում եւ այս քարոզիչը ինձ համար մարգարեացավ։ Եվ ասեց մի վախեցիր, Աստված քեզ ավելի լավ մարդ է տալու, թող դա գնա։ Ասում եմ հետո, ասում դե բաժանել եմ իրանից։ Ասում եմ քարոզիչի միջոցով Տերը մարգարեացավ, ասավ, Աստված քեզ ավելի լավ մարդ է տալու։ Ասել ասի, քույրիկ ջան, ես չգիտեմ այդ քարոզիչը ինչ ասել, ինչ չի ասել, ես հաստատ ասում եմ, որ ինքը Աստծուց չի ասել։ Ես ավելին ասել, ես չեմ ընդունում այդ քարոզիչին, չեմ ընդունել։ Ուր մնաց իր մարգարեությունը ընդունեմ, ընտանիքները բաժանում եւ մարգարեանում է։ Մի մտածի քույրիկ ջան, ասում Աստված քեզ ավելի լավ մարդ է տալու։ Այդ ձևի սուրբ մարգարեություններ ես երբեք չեմ ընդունում։ Ես չեմ ընդունում այսպիսի մարգարեություն։ Հենց հիմա ինչ որ մեկը ինչ որ մետրոյում բժշկվում է, այդ ձևի մարգարեությունները չեմ ընդունում։ Ես ընդունում եմ դիպուկ հստակ մարգարեություններ։ Վաղը կլինի այսինչ ժամին, ու լինի։ Վերջ, ես այդպիսի մարգարեություններ եմ ընդունում։ Ես փախած, ես թռած, մռած մարգարեություններ չեմ ընդունում։ Կներեք, եթե հանկարծ ինչ որ մեկը ասի ձեր հովիվն ինչ ասի, ասեք անպայման սա չի սիրում։ Սա իմ ամենաչսիրած բաներից մեկն է, որ ծառայողները հաճախակի մանիպուլացնում են մարդկանց եւ սկսում են մարգարեանալ։ Անպայման դու եսա կբժշկվես։ Մեր քույրիկներից մեկը կիսվում էր հետս եւ ասում է հովիվներից մեկը մարգարեացավ մեր քույրերից մեկի վրա, ասում է մարգարեացով ու ասես Տերը այսպես է ասում, որ եկող ամիս քո տղան գերությունից ետ կվերադառնա։ Ասում եմ հետո, ասում եմ այդ կինը չի գալի եկեղեցի չի լավոթում, ասում եմ ինչի։ Ասում եմ որովհետև տղան չկա։ Բայց այդ հովիվը մարգարեացավ։ Ես չեմ ընդունում մեծերի մարգարեություններ։ Մարգարեությունը երբեք չի սխալվում։ Մարգարեությունը լինում է դիպուկ եւ կատարվում է անպայման, եթե դա Աստծոց է։ Ամեն։ Եվ հիմա այստեղ Պողոս առաքյալը ասում է ես վախենում եմ, որովհետև սուտ առաքյալներ կգան, ես վախենում եմ, որովհետև սուտ քարոզիչներ կգան, սուտ վարդապետներ կգան եւ նրանք կմոլորեսեն, ասում է ես վախենում եմ ձեզ համար։ 8-9-րդ խոսքի մեջ հետեւյալ բանն ասում։ Ասում է ձեր միջին չարախոսությունների պատճառով անգամ ես ձեզանից, ձեր ֆինանսներից, ձեր օրհնություններից չեմ օգտվում, որ որևէ մեկը չգայթակղվի իմ պատճառով։ Պատկերացնում եք Պողոս առաքյալը այնքան բան վիճակի մեջ էր, որ ինքը առաքյալ լինելով, գիտեք ինքը իր անձնական գործը չի ունեցել, ինքը առաքյալ էր։ Առաքյալը այս երկրից այն երկրին գնում են դեղից այնտեղ, որպեսզի եկեղեցիներ հիմնի։ Բայց քանի որ այդ եկեղեցում չարախոս եղբայրներ կային եւ մարդիկ չարախոսում են Պողոս առաքյալի վրայով, Պողոս առաքյալը հետեւյալն ասում է ես անգամ ձեզանից չօգտվեցի, որպեսզի շատ մարդիկ ավելորդ բաներ չխոսեն իմ մասին, բայց ասում է ես իմ օրհնությունները ընդունեցի այդ աղքատ տեղից, Մակեդոնիայից։ Ես չեմ մտածում, որ մեր եկեղեցում, այո, այս եկեղեցին պետք է այնքան զորանա, որ այս եկեղեցին պետք է միսիոներներ հովանավորի։ Այս եկեղեցին պետք է այնքան ուժեղանա, որ շատ աղքատ եկեղեցիների օրհնության պատճառ լինեն։ Ոնց որ շատերը որոշները ձեռք մեկնեցին, որպեսզի մենք եկեղեցու շենք սարքենք, մենք էլ պետք է օրհնության պատճառ լինենք, որ ուրիշները եկեղեցու շենք սարքեն։ Ուրիշ քաղաքների մեջ հովանավորենք միսիոներների, որ այդ մարդիկ այդտեղ եկեղեցիներ հիմնեն։ Դուք ասես ամեն, հալելույա։ Սա նշանակում է, որ սա Քրիստոսի միսիան է, բայց Պողոս առաքյալն ասում է, ես չուզեցի ձեզանից օգտվեմ, որովհետև դուք չարախոսում եք եւ իմ աղքատության եւ իմ պակասը լսողները Մակեդոնիայի եկեղեցիներ։ Ինչքան ցավալի է, չէ՞։ Մեկը առաքյալ է այս եկեղեցին բարձրացել է, օրհնել է, բայց ասում է ես վախենում եմ ձեզանից։ Եվ Պողոս առաքյալը իսկապես վախենում էր Կորինթոսի եկեղեցուց, բայց շատ սիրում էր Կորինթոսի եկեղեցին։ Շարունակության մեջ նորից Պողոս առաքյալը սկսում է իր նեղությունների մասին խոսալ, այսինքն նորից խոսում է իր լացի թղթի մասին, նեղություններ ասում է, ծեծեր, նախատինքներ, սուտ եղբայրների կողմից հալածանքներ, անգամ ասում է, այս ինչ ինձ ձերբակալեց, որպեսզի ինձ սպաներ եւ ինձ աղյուսով այդ ինչ որ մի բանով չեմ զամբյուղով տերորդից ես։ Ասում է զամբյուղով ինձ Պարիսպից իջացրեցին ու փախա, պատկերացնում եք ձեր Պողոսին, զամբյուղով իջացնում են Պարիսպից եւ Պողոսը ոնց է վազում։ Ես մտովի երբ որ կարդում էի, ասում եմ ինչքան մեղք կա եղել։
Մեկը չի եղել, որ քաջալերի, իրանք ձիով օգնի, հազիվ փախելա, որպեսզի չսպանեն, եւ եկեղեցուն ասում է, ես այդպիսի ճանապարհներով եմ անցել։ Լա տեսեք, ավետարանը մեզ ինչքան դժվարությունով է հասել։ Ինչ որ մարդիկ իրանց կյանքը տվել են մեզ համար, եւ դուք լավ գիտեք, որ Պողոս Առաքյալին բռնեցին ու գլխատեցին։ Կտրեցին։ Պատմությունն էսպես ասում, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց ասում է, երբ որ Պողոսի գլուխը կտրել էին, ասում է Պողոսի շուրթերը 2 թե 3 անգամ ասում է կանչեց Հիսուս, Հիսուս, Հիսուս։ Այս մարդը իր ամբողջ կյանքը դրեց միայն թե ավետարանը կարողանա հասնի։ Մենք այսօր 21-րդ դարի մեջ ինչքան հեշտ ենք Աստծուն պաշտը։ Այս ինչ շոկ է, այս ինչ ցուրտ է, բայց այս առաքյալ մարդը մահերով անցած, նեղություններով, դժվարություններով, անարգանքներով, անպատիվ էին անում, անպատիվ։ Մի անգամ իր խոսքի մեջ ասում է, ես շատերի համար դարձա որպես ջնջոց, ոտքերի տակի ջնջոց, բայց հավատքը պահելով եղբայրս կարդաց այդ խոսքերը, հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի, այն միսիան ինչ որ Պողոսը պետք է աներ, ավարտին հասցրեց Պողոսը։ Ամեն։ 12-րդ գլուխը, երկրորդ խոսք, կամած վերջացնում ենք։ Պողոս Առաքյալը հետևյալն ասում։ Ասում է, ինչից վրա պարծենամ։ Եթե պարծենալու բան լինի, կպարծենամ մի մարդով կպարծենամ, որը ասում է մարմնով էր թե առանց մարմին էր չգիտեմ, բայց մինչև երրորդ երկինք հափշտակվեց։ Անպատմելի բաներ տեսավ։ Աշկ չի տեսել, ականջ չի լսել, սիրտ չի ընկել, ասում է այդ մարդով կարամ պարծենամ։ Իրականության մեջ այդ մարդը ինքը Պողոս Առաքյալն էր, բայց այնքան խոնար ու համեստ է, որ չի ասում, որ ես եմ։ Ասում է, եթե պարծենալու ունեմ, մի հատ մարդով կպարծենամ։ Ու չի ասում, որ դա ինքն էր։ Եվ ասում է, Աստված այդպիսի բաներ մեզ համար պատրաստել։ Ժողովուրդ ջան, մենք չգիտեմ, Աստված տա ոչ մի բան չկորցնենք, բայց եթե ինչ որ բաներ կորցնենք, միշտ իմացի, որ Աստված քեզ համար ավելին ունի պատրաստած։ Դա տրտմություն կլինի։ Ես հիշում եմ մեր հովիվներից մեկը ասում է, Կանադայից եկա, ասում է, լավ բաներ բերեցի, ասում է, մեր ընտանիքի անդամների մար լցրեցին տուն ուրախացանք։ Ասում է, կինս զանգեց, ասա, բլա շուտ արա բարձած իշենք։ Ասում է, գնացի տեսա դուրը ջարդած, ամբողջ տունը մաքրած, ոչ մի բան չկա։ Ասում է, կինս ասավ, շտապ զանգի ոստիկանություն շուտ արա, քանի հետքերը թարմա։ Ասում է, Տերը ինձ ասեց, ուրախությունով ընդունի։ Ասում է, ես շփոթվեցի։ Կինս ասում է, շուտ արա։ Ասեցի, Տերն ասում է, ուրախությունով ընդունի։ Ասա, ո՞նց ուրախությունով ընդունենք։ Ասում է, հա գրված ասում գրքի մեջ, ասում է, ուրախությունով ընդունի կորուստը։ Ես չեմ ասում, թե մենք այդ ձև ենք անելու, բայց ասում է, չտվեցի ոստիկանություն։ Ասում է, տարիներ։ Եվ ասում է, մի զարմանալի բան է կատարվում։ Մեր տուն, ես մտա մեր տուն, ասում է, եւ մի երիտասարդ տղա է կանգնած, հավատացյալ, եկել ան մեր տուն, ասում է, կնոջս հետ զրուցում են, ասում է, երբ որ մտա, Տեր ասեց, ինքն է։ Ասում է, ես շփոթվեցի, ինքը հավատքի մասին էր խոսում, Տիրոջ մասին էր խոսում, ասում է, ես կանգնեցի, ասեց, խնդրում եմ ինձ ներեք, տարիներ առաջ ես ձեր տունը թալանել եմ, հետո փախել եմ Եվրոպա, եւ Եվրոպայում Տերը ինձ այցելեց, ես ապաշխարել եմ, ասում է, եւ հիմա եկել եմ, որ ձեզանի ներողություն խնդրեմ, խնդրում եմ ինձ ներեք, ասում է, այդ անձնավորությունը դարձավ իմ տղաներից մեկը եւ իր պսակը ես արեցի։ Հետաքրքիր է, երբ որ Աստված է սկսում գործել, Պողոս Առաքյալն ասում է, այն ինչ որ Աստված ստեղծել է մեզ համար, ոչ աշկ է տեսել, ոչ ականջ է ընկել, ոչ է սիրտ։ Այդպիսի բան ոչ տեսած ենք, ոչ լսած։ Ասում է, Տերը մեզ համար այդ է պատրաստել։ 7-րդ խոսքի մեջ ասում է, սատանայից ինձ մի խայթոց տրվեց։ Պատկերացնեք, այդքան նեղությունները քիչ է։ Խեղճ Պողոս։ Պատկերացնեք ծեր Պողոսը, ասում է, ինձ սատանայից մի հատ խայթոց տրվեց, որ հանկարծ չհպարտանա։ Այդքան նեղությունների մեջ, անարգանքների մեջ, հիմա մի հատ խայթոց, որոշ աստվածաբաններ ասում են, որ այդ խայթոցը դա այն էր, որ Պողոս Առաքյալը, երբ որ բժշկվել էր աչքերից, չէ՞ որ կուրացել էր, Անանյան եկավ ձեռքը դրեց եւ թեփեր թափեց աչքերը բացեց, ասում է, այդ հիվանդությունն էր, դրա համար ինքը գաղատացիներին հետեւյալ բանն ասում, ասում է, եթե պետք լիներ դուք ձեր աչքերը պետք է հանեիք ինձ տայիք, այսինքն աչքերի խնդիր ունեցել։ Մի քիչ 50-ը։
Բայց ինչ որ այա, ասում ինձ մարմնի խայթոց տրվեց, որ ես չհպարտանամ։ Այսինքն, երբ որ դու մեկի համար աղոթում ես, հրաշք է կատարվում։ Արա մտածես, արա այս ինչ տաղա է, արա այս ինչ էլ ալնեմ իմ միջոցով։ Գիտես, մեկ է հանկարծ այդ հիվանդություններից մեկը քեզ ամրնում։ Ես հիշում եմ, որոշները տեյշեք այն ձախ ձեռքս ընդհանրապես չէի կարող բարձրացնել։ Ցավից գոռում էր, շատ։ Արմեն ախպերս ավելի լավ կհիշի, որովհետև հիվանդանոց էր տանում հազիվ էր շորս հագցնում։ Եվ բուժվեցի, Տերը ողորմություն արեց, սրսկումներ ընդունեցինք, բան այդ մարդը Տերը օրհնի իրան, թող Աստծո լույսը իր ասավ ընտանիքի վրա ծագի, եկա եկեղեցի, քույրերից մեկ եկավ սենց արավ։ Հովիվ ջան, այս ձախ ու ձեռս չեմ կարող բարձրացնել ասավ, էսի չա հետս կատար, մի անգամից հիշեցի, ասեցի, գիտեք ասի, ես այդ ճանապարհներն ասեցի, սենց բան կարող անենք, սենց բան, ասա մի հատ կաղոթես ինձ համար։ Համ մեկը ինձ ման աղոթի, ես քեզ ման ինչ աղոթեմ, մենա գնում ես այն բժիշկը աղոթում, մի հատ սրսկում է, վրաս դսկում ես, ընդամեն երկու ասել։ Աղոթեցի, հավաքույթի վերջը մոտեցի, ասեցամ, այ հովիվ ջան, հլայ աղոթեցի, բժշկվեցի, այ քեզ բան, զարմանալի։ Հետաքրքիր է, Պողոս առաքյալը ասում է, ինձ խայթոց տրվեց, որ ես չհապարտանամ։ Ուրիշ համար աղոթում ես, հրաշք է կատարում, քեզ համար աղոթում ես, ոչ մի բան չի կատարում, նորմալ է։ Փառք Տիրոջը, դու սրանով հասկանում ես, որ դու չես անողը, նա է անողը։ Եվ Պողոսը դրա համար ասում է, որ ինձ սատանայից խայթոց տրվեց, որ երբեք չհապարտանամ, եւ Տեր ասեց, ես իմ զորությունս տկարության մեջ եմ հաստատում։ Ոչ թե քո աղոթքի կյանքի մեջ, քո ծոմերի մեջ, այլ ես իմ զորությունս տկարության մեջ եմ հաստատում։ 14-րդ խոսքի մեջ է Տերյալն ասում։ Դարձյալ քաջալերում է եկեղեցուն եւ ասում է լսեք, մի տրտվեք, մի կոտրվեք, հայրերը պարտավոր են ձեզ համար, բայց որդիները պարտավոր չեն հոր համար։ Ասում ես Պողոս ջան, այս ինչ լավ մարդ ես դու, փոխանակ եկեղեցուն ասի, դուք ինչ չեք օգնում, ես չեք անում, ասում է, հայրերը պարտավոր են որդիների համար, բայց որդիները պարտավոր չեն հոր համար։ Էլի եկեղեցուն բարձրացնում է տեսա։ Բայց ինչի որդիները Հալելույա։ Դրա համար է ուզում եմ, քանի որ ձեր հովիվն եմ, ուզում եմ այս քաղաքի մեջ մի լավ եկեղեցի լինի, գործող, ծառայող եկեղեցի, որովհետև հայրերը պարտավոր են որդիների համար։ Դրա համար 16-րդ խոսքի մեջ Պողոս ասում է, ես ծանրություն չեղա երբեք Կորինթոսի եկեղեցու համար։ Ես ծանրություն չեղա, որ դուք ավելորդ չխոսաք իմ մասին, Պողոս առաքյալն ասում։ Եվ 13-րդ գլուխ Պողոսը խոսում է հետևյալը, ասում է, աղոթքներ եկեղեցու համար, հորդորներ, հաստատ մնացեք, դարձյալ եկեղեցում քաջալերումը, եկեք 13-րդ գլխի ամենավերջի խոսքեր ուզում եմ կարդամ, շատ ցնցող ու հրաշալի խոսքեր, վերջապես եղբայրներ, այս է եղբայրներին ասում, ովքեր նախատում են, ովքեր իրան շատ բաներից զրկում են, ովքեր իր մասին ավել պակաս բաներ են խոսում, Պողոս առաքյալը խոսում է, վերջապես եղբայրներ, ուրախ եղեք, չի ասում ես ձեզ կասեմ, ասում է ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք, խաղաղություն արեք, եւ սերի եւ խաղաղության Աստվածը թող ձեզ հետ լինի, իրար բարև տվեք սուրբ համբուրով, բարև են տալի ձեզ բոլոր սուրբերը, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Աստծո սերը եւ սուրբ հոգու աղոթությունը ձեր ամենի հետ, ամեն։ Սա Պողոս առաքյալի երկրորդ նամակն էր Կորինթացիներին։ Ես համոզված եմ, որ դու շատ կսիրես Կորինթոսի եկեղեցին, մանավանդ ուսումնասիրելը, երբ որ սկսես կարդալ ու կտեսնես, որ այս ինչքան լավ բաներ է Տերը սովորացնում Կորինթոսի եկեղեցու միջոցով, որ մենք չլինենք այդպիսի։ Երբ որ այս եկեղեցիների կյանքը ուսումնասիրում ենք, չենք խոսում նրանց քննադատելու մասին, այլ ուզում եմ հասկանանք, որ նրանց սխալները մեզ համար ճիշտ դարձնենք, որովհետև Սուրբ գրքի մեջ գրված ասում է, հավատքի հայրերը այս ճանապարհով անցան, որպեսզի մեզ համար լինեն օրինակ։ Այս եկեղեցիները մեր եկեղեցու համար օրինակ են։ Ոչ թե մենք պետք է քննադատենք այդ եկեղեցիներին, որ այդ եկեղեցին լավը չէ, մեր եկեղեցին լավն է, այլ մենք պետք է հասկանանք, որ իրանց սխալը մեզ համար պետք է ճիշտ լինի։ Մենք չպետք է կրկնենք իրանց սխալը, այլ մենք իրանց սխալների վրա պետք է սկսենք սովորել։ Չկա կատարյալ եկեղեցի, կա կատարյալ Աստված։ Բոլոր եկեղեցիների մեջ միշտ կա թերություններ, խնդիրներ, պրոբլեմներ, լավ վարք, վատ վարք։
Մենք սրանով չենք կոտրվում։ Ասում եմ մի ազնվորություն վիրավորվում է եկեղեցուց, մտնում է հովի մոտ եւ ասում է հովիվ ինձ օրհնի, ասում է ինչա պատահել, ասում է ինձ օրհնի, որովհետեւ ես ուզում եմ գնամ այս եկեղեցուց, այս եկեղեցին կատարյալ եկեղեցի չի, այս եկեղեցի մեջ Քրիստոսի ներկայությունը չկա, ու սկսում է լիքը վատ բաներ ասել։ Ես ուզում եմ գնամ մի ուրիշ եկեղեցի, որ կատարյալ եկեղեցի է, որտեղ Աստծո սերը լիքն է։ Ասում է խնդրում եմ մի գնա այդ եկեղեցի։ Ասում է ինչի։ Ուզում է իմանալ ինչի։ Ասում է որովհետեւ այդ եկեղեցին էլ այդ օրը կգնի։ Մի գնա այդ եկեղեցի։ Գիտես, չկա կատարյալ եկեղեցի։ Եթե մենք մտածում ենք, որ այս եկեղեցին վատն է, մի եկեղեցի լավ է, ես ասեմ կատարյալ եկեղեցի չկա։ Դու եղիր այնտեղ, որտեղ որ կերակրվում ես, որտեղ որ դու քեզ լավ ես զգում, որովհետեւ դա քո տունն է եկեղեցի։ Մենք ոչ միայն գալիս ենք վերցնելու, այլ մենք գալիս ենք տալու։ Ինչ կարող եմ ես անեմ այս քաղաքի համար։ Ինչ կարող եմ անեմ այս եկեղեցու համար։ Ինձանից հետո այս եկեղեցին ինչքան մարդկանց փրկության պատճառ կարա դառնա, մտածի սրա մասին։ Մենք պետք է կերտենք Աստծո թագավորությունը։ Եկեղեցին 3 կարևորագույն բան ունենալու։ Ես ուզում եմ սրանով ավարտեմ։ 3 կարևորագույն բան ցանկացած եկեղեցի պետք է ունենա եւ ցանկացած եկեղեցու վերստին ծնված անձնավորություն։ Ամենառաջինը պետք է սեր ունենա եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցի մենք պետք է սեր ունենանք միմյանց նկատմամբ։ Մենք պետք է սեր ունենանք եկեղեցու նկատմամբ։ Դու կարող ես ինձ վարկաբեկես, բայց երբեք եկեղեցու մասին որևէ բան մի ասա, որովհետև եկեղեցին դա մեր սեփականությունը չի, դա նրա սեփականությունն է։ Մի ասա այս եկեղեցին Քրիստոսի հարցն է։ Միշտ զգուշ եղի այդ բառերից։ Եկեղեցին պատվական է Քրիստոսի համար։ Սիրեք եկեղեցին։ Երկրորդ կարևորագույն բանը, որ ցանկացած եկեղեցի եւ ցանկացած անձ պետք է ունենա, մենք պետք է կարողանանք իրար պատիվ անենք, իրար հարգենք, իրար օրհնության պատճառ լինենք, որպեսզի այդ եկեղեցի օրհնված եկեղեցի լինի։ Եթե դժվարություններ եկեղեցիների մեջ կարող են լինել, նեղություններ են կարող լինել, բայց միևնույնն է, մենք որ Քրիստոսի սիրող մարդիկ ենք, մենք նաև պետք է կարողանանք սիրենք Քրիստոսի եկեղեցին, սիրենք մեկս մյուսիս։ Եկեղեցին պետք է կերակրող եկեղեցի լինի։ Շատ մարդիկ ասում են, ի՞նչն է պատճառը, որ այս եկեղեցի լիքը մարդիկ են գալի, մյուս եկեղեցի չեն գալի։ Գիտեք, դա զորով բաներ չեն անում։ Դու չես կարող գնաս մի եկեղեցի, որտեղ որ դու մի սոված ես։ Սոված դուրս ես գալի։ Դու գնում ես մի ճաշարան, որտեղ որ քեզ կերակրում են, կշտացնում են։ Եթե մի եկեղեցում սնունդ չկա, այդ եկեղեցու շատերը կհեռանան։ Երբ որ այս եկեղեցու սնունդը դադարի, մի օր դուք ստեղից եք հեռանալ կգնաք այն եկեղեցի, որտեղ որ լավ սնունդ կա։ Եկեք մենք որպես քրիստոնյա եկեղեցի եկեք ուղղակի Տիրոջը պաշտենք, նրան փառավորենք։ Թող նրա փառքը ավելանա այս եկեղեցու վրա։ Այս եկեղեցին Քրիստոսի եկեղեցին է։ Այդ կողքի եկեղեցին էլի Քրիստոսի եկեղեցին է։ Այնտեղ է ձեր են պաշտում, փառք Տիրոջը թող է ձեր պաշտեն։ Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին։ Շնորհակալ ենք քեզ Տեր։ Դու ամենակարող Աստված ես։ Խնդրում եմ, որ դու մեր մեջ բարձրացնես Աստվածին, այն ամենը, ինչ որ քեզ համար արժեքավոր է, Տեր, որպեսզի մենք էլ կարողանանք Աստվածին մարդկանց մեջ դնենք այն, ինչը որ կարևոր է մեկս մյուսից համար, Տեր։ Օգնիր Աստվածին, որ մեր եկեղեցին սիրող եկեղեցի լինի, Տեր։ Օգնի, որ մեր եկեղեցին Աստվածին կարողանա հասկանա ու գնահատի մեկը մյուսին ով ամենակարող, Տեր։ Որ մենք կարողանանք ու թագավորությունը կառուցենք այս երկրի վրա, Տեր, որովհետև այս եկեղեցին մի միսիա ունի, Տեր, եւ այդ միսիան դա քո միսիան է, որ մենք այս երկրի վրա կարողանանք խաչալ Քրիստոս, Տեր։ Օգնական եղիր ով ամենակարող Արքա, որպեսզի այս եկեղեցին պատճառ լինի շատ եկեղեցիների հիմնավորման, հաստատման, օրհնության, բարձյալ Տեր։ Շնորհակալություն եմ ասում քո ասամասին ու ողորմությանդ համար եւ դու առատորեն օրհնի մեր եկեղեցին, Տեր։ Օրդիրին բոլոր եղբայրներին, օրդիրին բոլոր քույրերին, Տեր։ Թող այս եկեղեցին վառվի քո աստվածային սիրով, Տեր։ Քո ավետարանողը թող վառվի, Տերին, որպեսզի կարողանանք, Տեր, մեկս մյուսիցս մրցակցենք ավետարանը քարոզելով ու մարդկանց հորդորելով, բժշկելով ու խրախուսելով։ Բարձյալ Տեր, շնորհակալ եմ եւ ողջ փառքը միայն քեզ, Տեր։ Միայն քեզ։
Հայության